Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ որ բոլորդ լավ եք սիրելիներս, առավոտյան շուտ մի հատ միասին սուրճ խմենք, ովքեր ուզում են թեյ խմեն, թող թեյ խմեն, ովքեր ուզում են սուրճ, միասին սուրճ խմենք, դե գնացիք սիրելիներս, վրազում եմ, դրա համար եմ վրազ խոսում։ Սիրելի հետևորդներ, վրազում եմ նրա համար, որ այսօր պատրաստելու ենք Զարդիկի համար ձուկ, կարած ձուկ եմ գնել, որ տարիներով չեմ գնել դրանից, 2005 թվի, մինչև 5 թվով ինչ որ կերել եմ էտ ա եղել, ու եկել եմ, մեր չեմ տեսել այդ ձկից, երեք միամիտ հանդիպեցի և վերցրեցի մի 3 հատ, հիմա այսօր լավաշով դնելու ենք ջեռուցը, դրա համար վրազում եմ սիրելիներս։ Մեր սուրճն էլ արդեն պատրաստ։ Միասին սուրճ կխմենք, կզրուցենք մի քիչ էլ, այ հազիվ նստեցի։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, այդ կարած ձուկը անունել եմ մոռացած եղել, հիմա բերել եմ տուն, հարցնում եմ, որ սրա անունը ոնց է։ Այդ ձուկը ճիշտ է, այդքան համ չունի, բասեիններում են ոնց որ պահում, բայց քանի տարի է ես դրանից համտես չեմ արել, աշխատեցի, որ դրանից վերցնեմ։ Ատեն սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ասեմ, ամենակարևորը չմոռանամ, սիրելիներս, ովքեր առաջին անգամ են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, ամենակարևորը վայրկյաններ ա ուզում ձեզանից։ Շնորհակալ եմ ձեր լավ մեկնաբանությունների համար, գեղեցիկ խոսքերի համար, սրտիկների համար, ամեն ինչի համար, բոլորիցս շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Դե լավ, խմենք, շատ չխոսանք, խմենք մեր սուրճը։ Բա ինչի չեք ասում, որ կամփետդ մոռացել ես։ Բա ինձ եմ դրած ես չեմ հիշում, դուք ինչ չեք տեսնում ասում, բա չի չեք ասում մոռացել ես կարամելդ։ Ինչ պետք է ասեի ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ասեմ, որ իմ հոլովակները ես տեղադրում եմ կեսօրին ժամը 2-ին կամ 2, եթե մոռանում եմ 2:30-3-ն էլ ա դառնում։ Ուզում եմ ասեմ, որ այդ ժամերին նայեք, ինչքան շուտ նայեք, այնքան ինձ համար ավելի լավ։ Որ ասում ես մնա, թող գիշերը կպարկեմ, իրիկուն մի հատ կպարկեմ կարավաթին, նոր կնայի։ Էդի ինձ համար ճիշտ է նայում ես, լայքում ես բան,
բայց ժամ կա դրված էլի, ես որ փոլովակը տեղադրում եմ, ժամը գնում է արդեն։ Եկի չգիտեմ, ինչքան ժամում, ինչքան մարդ պետք է նայի։ Սիրելի հետևորդներ ջան, մնացած սուրճն էլ ես կխմեմ, անցնենք մեր ձկան գործի, սիրելիներս։ Մի քիչ հետո նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, Զատկի տոնի համար վերցրել եմ 3 կարաս ձուկ, ճիշտ ասած, ով էս բանն էլ ինձի խանգարեց, էս թութակը։ Մի րոպե, թութակին տարակցեցի իրան տեղը, հենց խոսում եմ սկսում եմ բլբլալը։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ես վերցրել եմ կարաս ձուկը, ուրեմն ես 2005 թվին, միջև 5 թվին ինչ-որ կարասը կերել եմ, տեսել եմ էտ ա եղել, դրանից հետո ես չեմ կերել, որ եկել եմ չեմ կթել, միշտ տղայիս ասում է տենաս որտեղ կլինել, ասում էր չգիտեմ, վերջը երեկ որ ես իջել էի ներքև, տեսա որ ծախում եմ, վերցրեցի, հիմա վերցել եմ կարաս ձուկը, համեմում եմ, ամեն ինչով, երեկ ես մի քիչ աղ եմ ցանած եղել, դրա համար շատ աղ չեմ ուզում ցանեմ, որ աղի չգա էլի, բերել եմ սարցախցիկը աղացած վիճակով, հիմա ավելացնում եմ մի քիչ աջիկա, շատ քիչ, արամատ տալու համար, կարմիր աջիկա է էլի, սև պղպեղ, սև պղպեղը անպայման հարկավոր է, վայ, դուր կանգնել անք, քիչ ես թափվում, սև պղպեղ և հատուկ ձկան կարմիր պղպեղ, և հատուկ ձկան համար աղացած փոշիա, որ ձկան համար է հատուկ, սրա մասին է խոսքը, հիմա սենց տարածում եմ, մի քիչ ձեթ ավելացնենք, որ լավ տարածվի, ձեռնոցը դրել եմ մոտս, ու ձեռնոցը չեմ հագնում, շուտան ես մյուս երեսն էլ, մի քիչ ձեթ ավելացնեմ, որ ամեն ինչը լավ տարածվի, նույնը ցանում ենք ստեղ, ինչ որ ընդեղ եմ ցանել, սրանից էլ մի քիչ, սև պղպեղ, և կարմիր պղպեղ, այս նույնը ցանենք և որի մասը, ամեն ինչից քիչ-քիչ ցանում ենք, սև պղպեղ ցանենք, հիմա այս բոլորը լավ խառնում ենք, լավ ձեռքով խառնում ենք, որ այս արանքները որ կտրել եմ,
լցնում ենք ստեղ, համեմում ենք ու դնում եմ այս թասիկի մեջ։ Այսպես դնում ենք թասիկի մեջ ու դնելու ենք սարսարանը, մի ժամ չափով մնա հերիքա, մի ժամ, կես ժամ, որ այս համեմուկը տարածվի։ Հիմա ձեռքերս լվանամ, նոր տանեմ դնեմ։ Դե հիմա տանեմ դնեմ սարսախցիկը։ Ներողություն սառնարանը, ոչ թե սարսախցիկը։ Սիրելի հետևորդներ, հիմա ժամանակն է, որ մեր ձուկը դնենք ջեռուց։ Ուրեմն լավաշը փռում ենք, լավաշի տակը կարակ ենք դնում, այսենց։ Այսպես լավաշը դրածը կարակ ենք դնում, կարակի կտորներ, հետո թարխունի, չորացած թարխուն ենք դնում, եթե տունը ասենք չկա թարխ, չնայած չորացածը ավելի արամատ է տալիս լավ, տակը թարխուն ենք դնում, վրան շարում ենք ձուկը, այս ձկան պոչերը կարող են կտրել, որովհետև կարող է և մեզ խանգարի, տեսնենք, սենց ենք դնելու, սրա պոչներ կտրենք, սա էլ այսպես, այս մեկն էլ տնենք այս երկարությամբ, երևի այս մեկը կտրենք, որովհետև չի տեղավորում, ոչենա, իսկ կարող է սենց անենք տեղավորվի, այս սենց, չկտրենք, ոնց որ տեղավորվեց, ձեռքերս լվանամ, այս կարակից և վերևն ենք դնում, այդ պուջուր կտորներ կտրեմ, այսենց դնում ենք վերև։ Սիրելի հետևորդներ ջան, ձուկը տարբեր տանտիրուհի տարբեր ձևով է պատրաստում, տեսակներ ունի սարքելու, ով ինչ տեսակ ցանկանում է, այն տեսակի սարքում է, հիմա ես էլ գիտեմ շատ ձևեր, որ պետք է սարքենք, այս անգամ էլ այսպես սարքեցի, եթե ձեզ դուր կգա իմ սարքածը, կարող եք դուք ես սարքել, դուր չեք գա, ոնց որ գիտեք, այնպես էլ կսարքեք։ Սա դնեմ մի կողմի վրա ու ծածկեմ։ Ջեռուցը ասեմ, որ նախոր օգտվել եմ տաքանա, միացրել եմ տաքանա, լավաշով փակում ենք, լավ, աման լույսը չգնա մենակ, լույսը գնաց, բրծավ,
Այսպես անենք։ Լույսը մենակ չտանեմ, մեր լավաշը չփչանա, մեր սուկը չփչանա ջերուցում, այսպես ծածկում ենք, ես ուզում էի ֆոլգայով փաթաթեմ, ես գիտեի, որ բա ինչ մոռացանք, որ թարխուն դնենք երեսի, մեկ էլ նայում տնեմ ֆոլգա չունենք, այ քեզ բա, դրա համար ես հիմա ծածկելու եմ հենց իրան կափարիչով, չեմ բերել կափարիչը, հերմետիկ փակեցինք, դե հիմա կդնեմ ջերուցը, հետո նորից կհանդիպենք, սիրելի հետևորդներ, ջերուցը 180 ջերմաստիճանի տակ եմ դնում, բայց մի բան էլ մոռացա, որ թուղթ ծածկեմ, որտեղ լավ տաքանալու է, լավաշը չվառվի մեր, այս ձևը, կոչիչ, որ դուրսն էլ լինի, չի խանգարում, դե հիմա կուղարկենք ջերուց, երկու մի հատ կտրեմ էլ է, նորմալ լինի, ավելի լավ է հերմետիկ նստել, հիմա ուղարկեցինք, սիրելի հետևորդներ, արդեն հանեցի, երիս շերտը լավաշ կարմրել է, շլա բուրմուք հատ արացվի, մատս վարվեց տարաբերանը, ոչինչ, որ տարաբերանս նկատողություն չանեկից, իմ մատա իմ բերանը, դուք էլ իմ հարազատներն եք, չասեք մատը տարա բերանը, տարա ոչինչ, ատեցել է պատահում, ձեր հետ չի պատահում է, բոլորս էլ սխալվում եք, սիրելի հետևորդներ ջան, նայեք տեսեք ինչքան լավ է ստացվել, դե հելա մի հատ էլ փորձենք տենանք ինչպես է համը, դել համը փորձենք, տեսնենք եփված է, եփված չի, ոնց կարող է եփված չլինի, ասեմ, որ շատ համով է ստացել սիրելի հետևորդներ, առաջ որ ուտում էի, այն համը չեմ զգում, պատկերացրեք, սրա հետ միասին է աղցան ունեմ պատրաստած, աղցանի հետ միասին կարող եք ճաշակել մեր ծատիկյան ձուկը,